Թրամփի վարչակազմի ներգաղթային խստացված գործողությունները ընդլայնվում են արդեն նոր նահանգներում, այս անգամ թիրախում է Մեյն նահանգը։ Դաշնային վերաքննիչ դատարանն էլ ժամանակավորապես թույլատրել է դաշնային գործակալներին կրկին կիրառել արցունքաբեր գազ և պղպեղային սփրեյ խաղաղ ցուցարարների դեմ բողոքի ակցիաներում։ Սա մասնավորապես Մինեսոտայի դեպքերի համար է։ Այսօր 8-րդ շրջանային վերաքննիչ դատարանը կասեցրել է դաշնային դատավորի որոշումը, որն արգելում էր Մինեսոտայում դաշնային գործակալների կողմից հանրության նկատմամբ պատասխան գործողությունները, այդ թվում ցուցարարների ձերբակալումը կամ քիմիական միջոցների կիրառումը։ Գլխավոր դատախազ Փենբոնդին դատարանի որոշումը ողջունել է, հայտարարելով, որ Արդարադատության նախարարությունը կպաշտպանի դաշնային իրավապահներին ինչպես փողոցում անցագործներից, այնպես էլ դատարանում ակտիվիստ դատավորներից։ Մինեսոտան դարձել է ներքին անվտանգության դեպարտամենտի ներգաղթային գործողությունների առանցքային կենտրոններից մեկը։ Ներքին անվտանգության դեպարտամենտը Մեյնում էլ մեկնարկել է իր նոր գործողությունը, որը կոչվում է Catch of the Day։ Չնայած նահանգում քիչ են ապօրինի ներգաղթյալները, այստեղ մեծաթիվ փախստականներ կան, հատկապես աֆրիկյան երկրներից։ Ներգաղթային ձերբակալությունների աճի մասին լուրերը վախ են առաջացրել Պորտլենդի և Լյուիսթոնի ներգաղթյալ համայնքներում։ Դրան արձագանքել են նահանգապետ Ջանետ Միլզը և այլ դեմոկրատ պաշտոնյաներ, հրաժարվելով աջակցել այսին որոշ գործողություններում, այդ թվում գաղտնի համարանիշների տրամադրման հարցում։ Նահանգապետ Միլզը հայտարարել է, որ եթե դաշնային գործակալներն ունեն դատական օրդերներ, պետք է դրանք ներկայացնեն, սակայն եթե ծնողներին բաժանում են երեխաներից առանց հանցագործություն կատարելու, դա սերմանում է վախ ահաբեկում հարևաններին։ DHS-ի տվյալներով Մեյնում կա մոտ 1400 թիրախ, իսկ առաջին օրն արդեն իրականացվել է շուրջ 50 ձերբակալություն։ Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչ և մամուլի քարտուղար Թրիշա Մաքլաֆլինը հայտարարել է, որ գործողությունը նպատակ ունի թիրախավորել ամենավտանգավոր հանցագործ ապօրինի ներգաղթյալներին։